Ամփոփելով այս պահի դրությամբ, այս գործով ինչ ունենք եւ ինչ սպասելի վերջո հաշվի առնելով, որ տեսանք ինչ որ դրվագով արդեն ծիծաղելի եզրահանգումներ են լինում, իրեղեն ապացույց է կորչել կամ գուցե եւ չի էլ եղել։ Դե եզրահանգումներն էր, որ այդ ծիծաղելի երևույթները ջրի երես դուրս եկան, բոլորն իմացան, որ քննչական մարմնից փաստորեն հնարավոր է կորի իրեղեն ապացույց։ Ես չգիտեմ, դրանից այս գործով ամեն ինչն է այդ նույն զավեշտի մեջ։ Սկսած այդ ցուցմունքներից, որ տվել են, սկսած իբրե գործ եղած ապացույցներից, որոնք որ հետեւյալ բնույթ ունեն, հա։ Վստահ չեմ, բայց հնարավոր է ինքը արած լինի։ Այս ամբողջ ապացույցում բազա։ Ես անկեղծ գնամ տեղյակ չէի, բայց գիտեի, որ այո, տնամիջոցը Պարոն, այս քրեակամարույցի 2018-ն է, չէ՞ նախաձեռնվել։ Եվ այդ ժամանակ իրեղեն ապացույցի մասին ինչ է Սրբազանը, որ վկայի կարգավիճակով հրավիրվել է հարցաքննության, հետո կարգվել է այդ գործը, իրեղեն ապացույցի մասին ինչ է այդ ներքնչապ։ Եղել է այն ժամանակ ինչ քաշով է եղել։ Ըստ նյութերում առկա տվյալների, մասնավորապես եզրակացության համաձայն, ինչ որ մի քաշով 1.4 գրամ քաշով իբր ինչ որ տնամիջոց է եղել, չէ, տնամիջոց է եղել, որը ենթարկվել է փորձաքննության, բայց դա եղել է, թե չի եղել, որը օրինակ լուսանկարը չկա փորձաքննության եզրակացության մեջ։ Դա արդյոք այն տնամիջոցն է, որը հայտնաբերվել է հենց այն վայրում, որը որ գրվում է, դրա մասին որևէ տվյալ Գործունեությունից չի երևում։ Այն ինչ որ ասեք 18 թվականին հաստատված է։ Պարոն Սարգսյան, այսինքն դրանք զուտ ենթադրություններ են, որ հիմա պետք է նյութերին ծանոթանանք եւ ապացույցների հետազոտման փուլում հասկանանք դրանք գոյություն ունեցել են թե չէ։ Եւ այս պայմաններում, երբ որ չկա այդ հնարամիջոցը, մեր համար դժվարանում է հետազոտել։ Ինքնաբացակ պիտի եւ բավարարի Զարմանալի օրենքի։ Պարոն Սարգսյան, անդրադառնալով այս նմանատիպ գործերին, տեսնենք դուք առաջի գործով չի հոգեվորականի, որ ներգրաված եք փաստաբանական խմբում, հանգուցալուծումը ինչպես եք տեսնում շարունակվող այսպես կոչված իրավական գործընթացների։ Կոնկրետ այս գործի մասին խոսքը։ Նախ այս գործի մասին խոսենք, որ այս գործը սկզբանե պետքա դադարեցվի քրեական հետապնդումը, մի քանի հիմքեր ունենք, դրանք չենք բացահայտի, հաջորդ փուլերում նաև կներկայացնենք, բայց այն որ իրեղեն ապացույցը չկա, սա արդեն իսկական հայտորեն այս քրեական գործի վախճանը տրամաբանական առումով ցույց է տալիս արդարացումը, եւ այդ առումով մենք մանրամասն փաստարկներ կներկայացնենք, որովհետեւ այս պանելը մեծ հարց է, ընդհանրապես տնամիջոց, որպես այդպեսին եղել է, թե չի եղել։ Կարող է հենց չի կներեք ընդհատում եմ էլի, այն որ հայտարարվեց, որ չկա անհետացել է, արդյոք հիմք չէ մտածելու, կարծելու, որ չի եղել։ Մեծ հիմք է կարծելու, որ չի եղել, եւ այդ տրամաբանությամբ գուցե կասկածում էին եւ կարծում էին, որ մենք կրկնակի փորձաքննություն կմիջնորդենք եւ կպարզվի, որ այդպես չի, իսկ թե ժամանակին ով ինչ է գրել, ոնց արել, մենք դրան որևէ մասնակից չենք եղել, հետեւաբար մեր իրավունքները այս առումով բացարձակապես պահպանված չի եղել։ Ես մի հավելում անեմ ներողություն Ջոջը, մի կարևոր հանգամանք պիտի խնդրում ուշադիր եղել։ Մեծ հաշվով մեզ էական չի տնամիջոցը եղել է թե չի եղել։ Մեր պնդումն է, որ Արշակ Սրբազանի վերագրվող գործողությունները իր կողմից չի կատարվել։ Հիմա այնտեղ տնամիջոց եղել է թե չի եղել, դա զուտ իրավաբանական, մասնագիտական մեր քննարկման հարցն է, որ այո դուք դատական նիստերի ընթացքում ականատես կլինեք դրա շուրջ նաև պարոն Սարգսյանի կողմից մատնանշած հանգամանքների, բայց վերջնական առումով մեզ հետաքրքիր չի տնամիջոցը եղել է թե չէ, որովհետև Արշակ Սրբազանի վերագրվող գործողությունները ինքը չի արել։ Բայց այնուամենայնիվ պարոն Բաբայան, դա խոսքը քննչական կոմիտեի ամփոփության թող դա քննչական կոմիտեի նախագահը մտածի։ Պարոն Հաշվին հավելելու բան ունեք դուք այս գործով ինչ սպասել։ Չէ, համամիտ եմ գոլեգաներիս հետ, իրավունքի եւ օրենքի տեսանկյունից վստահաբար կարող եմ ասել, որ արդար դատաքննության պարագայում, որի ակնկալիքը ունենք, Արշակ Սրբազանը արդարացվելու է, ինչպես նաեւ մյուս սրբազաններն են արդարացվելու, որովհետեւ այս ամենը դա հետևանք է հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ պայքարի եւ սա տարբեր քրեական շինծ ու գործեր են, որոնց նպատակը հենց եկեղեցուն նկատմամբ իրականացվող այդ ճնշումները շարունակել են։ Բայց ստացվում է առանց իրեղեն ապացույցի այդքան ժամանակ իրավապահովման միջոցը կալանք էր։ Ստացվում։ Ճիշտ է։ Սա էլ է իրավունքների, Գիտեք, ամենայն դեպս վստահաբար կարող եմ ասել, որ անաչառ դիտորդի մոտ
այսօր էլ ավելի կասկածներ առաջացան, որ այս գործը շինծու է, որ նույնիսկ թմրադեղը, որը իբր եղել է, չկա գործում։ Դատավորը գլուխը ազատեց ըստ գործից, թե պարզապես բարեխիղճ դատավոր է։ Դուք ասեցիք, ես չգիտեմ։ Բավոն հաջորդն էլ նմանատիպ կարգավիճակ ունենա։ Ինչու մկրակն անգել է, չէր ուզում քննել, թե իսկապես Սենց ասեմ ձեզ, արդար որոշում էր, իսկ հետևություններ ամեն մեկս կարանք մեր համար անենք, թե մոտիվացիան որն է, բայց ակնկալում է, որ մոտիվացիան պետք է լինի օրենքի իրավունքի Հաջորդ գերակայությունը։ դատական նիստը ոնց է որոշվել եւ պետք է։ Արդեն կմակագրվի այլ դատավորի, դրանից հետո մենք կստանանք որոշում, կտեղեկանանք, նաև հանրությանը կտեղեկացնենք։ Կարծում եմ եկող շաբաթ արդեն Պարոն Արսեն, կարող է դատավորը լավ էլ ողբեկի որոշում էր կայացնում։ Հետո իրենք բողոք կներկայացնեն, այդ դատական ակտը կբեկանվի։ Միլիոն ասմես լինել մենք կարողանելով չենք առաջնորդվում, մենք առաջնորդվում ենք օբյեկտիվությամբ եւ արդար միջնորդություններ ենք անում, հիմնավոր միջնորդություններ, որը գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը կա։